Նորա։ Ավարտվեց Այո, հեսա սա մեկնաբանությունները կտանք։ Այս ամբողջը խնդրում եմ պատճառ հանեք երկու օրինակից, հա։ Ամբողջը երկու օրինակ։ Պարոն Ալեքսանյան, կնշեք ինչ գործի շրջանակներում եք, ինչ է կատարվում։ Ժողովուրդ ջան, տեսեք, ուրեմն նախաձեռնվել է քրեական վարույթ չարամտորեն հարկերից խուսափելու եւ փողերի լվացման համար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 8-ին։ Ամենայն դեպս հաղորդում այդ ժամանակ է ներկայացվել, ամսինին արդեն քրեական վարույթը նախաձեռնվել է։ Իսկ ֆիքսենք, որ քրեական վարույթը նախաձեռնելուց հետո միայն 4 ամիս անց որոշել են համապատասխան խոզարկություններ կատարել։ Գործի փաստական հանգամանքները վերաբերում են հետևյալին. նախաքննական գաղտնիքը հրապարակելու տեսանկյունից, որպեսզի նման խնդիր մենք չունենանք, որոշակի փաստական հանգամանքներ ներկայացնեն, որպեսզի նաև հանրության համար որոշակի լինի, թե ինչ է տեղի ունենում եւ ինչ գործեր գործում ենք։ Ուրեմն փողերի լվացման եւ հարկերից խուսափելու հետ կապված գործը վերաբերում է հետևյալին, որ Իզմիրյան բժշկական կենտրոնը 2015 թվականից 25 թվականները իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ, իբրև Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցու հետ փոխկապակցված հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած որ ուներ իբրև հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարագաները, տվյալ պարագան ուղղակի անմիջապես ներմուծող եւ արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև նաեւ դրանով թույլ է տվել, որպեսզի այդ ընկերությունները, որոնք ունեն իբրև փոխկապակցվածություն Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ իրենց համար առաջացրել են մեծ շահույթներ, այդ կերպ խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկերից եւ արդյունքում որոշակի գործարքներ կատարելով իբրև լեգալիզացվել են համապատասխան դրամական միջոցները։ Այսինքն գործը բարձրաստիճան հոգևորականների մասին որոշակիացված տվյալներ այդտեղ առկա չեն, ինչ վերաբերվում է թվաբանական ցուցանիշին հրապարակելու հնարավորություն չունեն, պարզապես քանի որ խոսքը գնում է նախաքննական գաղտնիքի մասին, բայց ընդհանուր պատկերը հետևյալն է, որ ունեցել են իբրև հնարավորություն ուղղակի անմիջապես արտադրող եւ ներմուծող ընկերություններից ձեռք բերել համապատասխան բժշկական պարագաներ, չեն արել դա, ձեռք են բերել բժշկական պարագաներ մի այնպիսի ընկերություններից, որոնք իբրև փոխկապակցված են բարձրաստիճան հոգևորականների հետ, այդ կերպ իրենց համար առաջացնելով մեծ շահույթ եւ դրանով պայմանավորված հետագայում որոշակի գործողություններ կատարելով խուսափել են հարկերի վճարումից, ամբողջը վերաբերում է Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցուն։ Բայց այստեղ կատվությունը որտեղից կարող է ունենալ քննչական։ Ես հիմա պարզաբանում եմ։ Տեսեք, Իզմիրյան բժշկական կենտրոնը ստացված փաստական տվյալների եւ դա փաստը որևէ մեկի համար գաղտնիք չի, պատկանում է եւ գտնվում է հսկողության տակ Մայր Աթոռի։ Եվ Մայր Աթոռի տվյալ պարագային փոխկապակցվածությունը արդեն Սուրբ Առաքելական եկեղեցու հետ, ասում են, որ նշված գործողությունները հենց վերաբերում է այն ընկերություններին, որոնք որ փոխկապակցված են իբրև այդ բարձրաստիճան հոգևորականների հետ, դրանով պայմանավորված խուսափում է եղել չարամտորեն հարկերի վճարումից եւ դրա արդյունքում հաջորդ տիպ գործողություններով, այսինքն գործարկային գործողություններով իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական այդ ընկերությունների հետ ուղղակի եկեղեցու մարշավի շրջանակներում իրականացվող գործողություններ։ Կարծում եմ դա գաղտնիք չի։ Ես ինչպես արդեն նկատեցիք, իմ խոսքի նախաբանի մեջ նշեցի հետևյալը, որ քրեական վարույթը նախաձեռնվել է հոկտեմբերի 9-ին։ Հոկտեմբերի 9-ից հետո այս ժամանակահատվածը, եթե մենք հաշվում ենք, խոսքը վերաբերում է այս խոզարկության քննչական գործողության կատարմանը 4 ամիս անց։ Հիմա եկեք պատկերացնենք մի իրավիճակ, ինչպես կարող է հոկտեմբերի 9-ին 4 ամիս առաջ նախաձեռնվել քրեական վարույթ, եթե ստացել են փաստական տվյալներ, որ
Իզմիրյան բժշկական կենտրոնի տնօրենի աշխատասենյակում կարող են պահվել ինչ-որ առարկաներ, ինչ-որ իրեր, որոնք որ կփաստեն վարույթի նախաձեռնման որպես այդպիսի ելակետներ, սակայն այդ գործողությունները չկատարեն հրատապ կարգով, այն դեպքում, երբ որ դա հրատապ կատարվող քննչական գործողություն է, այսինքն այնպես չի, որ քրեական վարույթը կարող են նախաձեռնել եւ 4 ամիս անց իրավական ողջամտության մեջ իրավական ողջամտության մեջ կարող է տեղավորվել, որ 4 ամիս անց նոր գան քննչական գործողություն խուզարկությունը կատարեն։ Ավելին ասեմ ձեզ, մենք երբ որ ուսումնասիրեցինք խուզարկության որոշումը, այդտեղ հստակ նշված է, որ դատարանը թույլատրել է վերցնել խուզարկության արդյունքում հաշվապահական, վճարը հաշվարկային փաստաթղթեր, այլ նյութեր եւ տվյալ պարագայում փակագծերի մեջ նույնիսկ բացահայտված է, թե այլ նյութեր ինչ է հասկացում, այսինքն նետա համապատասխան սևագրեր, այլ փաստաթղթեր, որոնք որ կվերաբերեն, կրկնում եմ, այդ հաշվապահական եւ հաշվարկային որոշակի փաստաթղթերին, որովը այդ նշման մեջ որևէ այլ նշում չկա, որ օրինակ դրանից դուրս, այդ սահմանից դուրս որևէ առարկա, որևէ փաստաթուղթ կարող է վերցվել։ Հիմա հանրությանը հայտնենք, որ բացի որոշակի փաստաթղթերից Արմեն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են նաև գումարներ, որոնք որ խուզարկության որոշմամբ առհասարակ որևէ նշում չկա, որ գումարներ վերցնելու վարույթ իրականացնող մարմինը որևէ իրավասությունը կամ հնարավորություն է ունեցել։ Այդ որոշման մեջ այդ փաստաթղթերից թույլատրվել է նաև վերցնել որոշակի էլեկտրոնային կրիչներ, էլեկտրոնիկայի հետ կապված որոշակի գադջետներ, բայց որևէ նշում առայն, որ այդտեղ հնարավորություն կա քննիչի համար վերցնել գումարային ինչ-որ միավորներ, իսկ գումարը գործարքի համար այսօր գումար է անդրավել, ճիշտ եմ հասկանում։ 15-ից 25 թվականների հետ կապված։ Պարոն Ալեքսանյան, նկարելու համար են, տպավորություն գործելու համար։ Ընտրում հեսա կպատասխանեմ ձեր հարցին, բայց եւս մեկ անգամ ֆիքսենք, խոսքը վերաբերում է բացառապես հաշվապահական փաստաթղթերին, որոնք որ կապված են հարկային փաստաթղթերի հետ կապված, եւ նաեւ այլ փաստաթղթեր, որոնք որ էլի վերաբերում են հարկային հաշվապահական փաստաթղթերին, որովը նշում գումարային միավորի, ինչ որ գույքային միավորների մասին առհասարակ խոսք չի Դա գնում։ միակ անգամյա գործարք է, թե բարբերաբար բնույթ է կրել, բարբերական եւ որ թվերին այդ գործարքը արվել, որը իբր խնդրո առարկա է ընկալվել։ Ինչպես արդեն նշեցի, 2015 թվականից մինչև 2025 թվականների ընթացքում որոշակի ընկերությունների հետ կապված եւս այդ ընկերությունների անվանումները չեմ կարող բացահայտել, այդ ընկերություններին, որոնք մեկը չեն, երկուսը չեն, երեքը չեն, բազմաթիվ ընկերությունների հետ կապված կատարվել են գործարքների իմաստը վերաբերում է նրան, որ ձեռք են բերել համապատասխան բժշկական պարագաներ, որոնք իբրև կարող էր Իզմիրյան բժշկական կենտրոնը ավելի էժան գնով ձեռք բերել անմիջապես ներմուծողից կամ արտադրողից եւ իբրև ձեռք են բերել բարձրաստիճան հոգեվորականների հետ փոխկապակցված ընկերություններից։ Պարոն Ալեքսանյան, սա ինչ է ենթադրում, լավ, այս վարույթը ինչ է իրենց ենթադրում եւ այսօր սրանով ավարտվելու է այս process-ը։ Տեսեք, ներկայապահին այս քննչական գործողությունից զատ այլ վարույթային կամ քննչական գործողությունների վերաբերյալ որոշակիություն չկա։ Ամենայն դեպս, եթե նման գործողություններ պլանավորում են կատարեն, վարույթ իրականացնող մարմինը մեզ դրա մասին կհայտնեն։ Բայց ես ոնց հասկանում եմ, ներկայապահին ոչ բերման ենթարկելու, ոչ ձերբակալելու ինչ-որ ոչ նախադրյալներ կա, սկսենք դրանից, երկրորդ էլ որևէ նմանատիպ գործողություններ վարույթ իրականացնող մարմինը չի պլանավորում։ Հիմա վերադառնամ ձեր հարցին, թե ինչի հետ է կապված։ Ես իմ խոսքին նախապանի մեջ նշեցի, այս վարույթը նախաձեռնվել է դեռևս 4 ամիս առաջ։ Հարցը առաջանում, եթե 4 ամիս առաջ է նախաձեռնվել, ինչ որ նվազագույն տվյալներ այդ ժամանակ են ունեցել։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ հենց այդ ժամանակ էլ որպես հրատապ կատարվող քննչական գործողություն, խուզարկություն, եթե դրա անհրաժեշտությունը կա, պետք է կատարեն հենց նույն օրը կամ հաջորդ օրը, բայց ոչ 4 ամիս անց։ Հիմա հարց կարծում եմ հրետորական, որն է դրա պատճառը, կարծում եմ բոլորը այդ պատասխանը շատ լավ գիտեն, որտեղ վերջի ժամանակահատվածում այնինչ տեղի է ունենում եկեղեցու շուրջ եւ մասնավորապես վեհապարի շուրջ, ես կարծում եմ բոլոր պատասխանները այս հարցի այո։ Պարոն Ալեքսանյան, 4 ամիս առաջ ասում նախաձեռնվել է քրվարդիտը, որոնց Չարչյանը հրավիրվել է հարցակրթության։ Բացարձակ մենք այս վարույթի գոյության մասին իմացել ենք այսօր, իմացել ենք այս վարույթային քննչական գործողության կատարման շրջանակներում մինչ այս պահը
Արմեն Չարչյանը եւ Իզմիլյան բժշկական կենտրոնի որևէ աշխատակից, սկսած տնօրենից, փոխտնօրենից եւ վերջացած յուրաքանչյուր այլ աշխատակցի հետ կապված որևէ հրավեր վարույթ իրականացնող մարմին որևէ վարույթային գործողության մասնակցելու վերաբերյալ չէ, բացարձակապես, ինչպես ձեր համար այս ամեն ինչը անակնկալ եղել, այնպես էլ մեր համար է։ Մեծ հոգեբանականները, որ քիչ առաջ նշեցի պարոն Ալեքսանյան, իրենք հրավիրվել են հարցակրության կամ ինչ որ ձևով ասում են այս բանը։ Տեսեք, այս զամբյուղի վերաբերյալ մեծ տեղեկություն առհասարակ հայտնի չի, որովհետև խուզարկության որոշման մեջ թե բացահայտված են որոշակի փաստական հանգամանքներ, բայց նաև ես պատասխանելով սիրելի Սյուզեի հարցին, թե ինչ բարձրաստիճան հոգևորականների մասին է խոսքը գնում, առհասարակ դրա մասին որոշակիացված նյութ չկա։ Թե կոնկրետ X-ը, Y-ը առհասարակ անուն չկա։ Մենք չգիտենք, թե բարձրաստիճան հոգևորականը ով է կոնկրետ կամ ովքեր են, եթե իրենք մեկից ավել են եւ առհասարակ փոխկապակցություն ունեն թե ոչ։ Ես վստահ եմ, որ չունեն, բայց ավելին ձեզ ասեմ։ Այնիշ խուզարկության որոշման մեջ նշված է բացառապես օպերատիվ տեղեկությունների մակարդակում։ Մենք ֆիքսենք, որ օպերատիվ տեղեկությունները դատավարական իմաստով դրանք ապացուցողական զամբյուղ չեն, ապացուցողական որևէ նշանակություն չունեն, հետևաբար այս պայմաններում մենք ունենք պարզապես սնանկ փաստական տվյալների հետ գործ։ Պարոն Ալեքսանյան, գործը ինչպես է վարույթը ինչպես է նախաձեռնել, տեղեկություն ունեք արդյոք ինչ-որ կոնկրետ հաղորդում է եղել, ինչ է եղել, որ իրենք որոշել են անցնել այս գործով։ Տեսեք, որոշման նկարագրական մասի մեջ հստակ նշվում է, որ ԱԱՑ համապատասխան աշխատակիցը իր լիազորությունների իրականացման շրջանակներում հատկապես օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու շրջանակներում ավելի նվաստ տեսակի։ Միգուցե օպերատիվ հարցումներ, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում չեմ կարող ասել, որտեղ որոշակիացված չի։ Իբրև այդ լիազորությունների իրականացման շրջանակներում ինքը ձեռք է բերել այն տեղեկությունը, որը որ ես քիչ առաջ ձեզ հաղորդեցի։ Եվ դրա հիման վրա հենց ԱԱՑ աշխատակիցն է ներկայացրել համապատասխան հաղորդում, եւ այդ հաղորդման հիման վրա հաջորդ օրը հոկտեմբերի 9-ին նախաձեռնվել է քրեական։ Իրենք իրենցով էլի։ Այո։ Բացառում եք, որ սա հետին թվով ստեղծագործություն է, որովհետև մի քանի օր առաջ Փաշինյանը իր հարցազրույցում համարյա ընդունում է, որ այլևս մարտավարական առումով շարունակություն չկա, ասում են եկեղեցու թեման դեռ չգիտենք երբ հաջողության կհասնենք, բայց ընթացքում ակնարկում է ինչ-որ ֆինանսական հարցերի մասին։ Տեսեք, որևէ բան չեմ կարող բացառել, բայց եկեք մի այսպիսի իրավիճակ հա ներկայացնեմ։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրավապահները որոշակի հանգամանքների բերումով, որոշակի կոնսենսուս ձեռք չբերելու պայմաններում նախաձեռնում են քրեական վարույթներ։ Այդ քրեական վարույթները նախաձեռնելուց հետո որևէ գործողություններ չեն կատարում, իսկ ինչու չեն կատարում։ Ոչ թե կա անհրաժեշտություն կատարելու, կան ելակետներ կատարելու չեն կատարում, ոչ, այլ չկան ելակետներ կատարելու։ Պարզապես քրեական վարույթները նախաձեռնում են, որոշակի հանգամանքներով պայմանավորված կոնսենսուսի եթե չեն գալիս, իսկ մենք ունենք այսօր իրավիճակ եկեղեցու հետ կապված, որ կոնսենսուս որպես այդպիսիք չկա, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է 4 ամիս առաջ, որպեսզի եթե կոնսենսուսը չլինի, լինի իրավական հիմք որոշակի գործողություններ կատարելու համար։ Սա է ամբողջ պատճառը։ Դուք այս ընթացքում փորձեցիք կապ հաստատել այն ընկերությունների կամ սեփականատերերի հետ, որոնք փաստորեն նրանց անունները շոշափում է այս գործի շրջանակներում, եւ հնարավոր համարում եք գործարանների նկատմամբ ռեսուրսներով ճնշում։ Կապ չենք հաստատել, որտեղ խուզարկության քննչական գործողության ժամանակ որևէ մասնակից այդ գործողության ընթացքում որևէ հաղորդացվելով հնարավորություն որպես այդպիսիք չունի, հաշվի առնելով նաև հենց խնդրող առարկա հանդիսացող փաստական հանգամանքները, բայց պաշտպանական կողմը բնականաբար բոլոր միջոցները կձեռնարկի նաև որոշակի տվյալներ ձեռք բերելու համատեքստում, որպեսզի այն իրողությունը, որը ստեղծվել է Իզմիլյան բժշկական կենտրոնի շուրջ եւ հատկապես Արմեն Չարչյանի շուրջ, այդ ամբողջը հերկվի։ Պարոն Ալեքսանյան, վարույթը կարծեմ նաև հարկերից խուսափելու հատկանիշներով է, ես երբ քիչ ավելի շնորհիվ պատասխանել էի, ինչքան հարկերի մասին է խոսքը։ Չեմ կարող ասել նախաքրիստոսական գաղտնիքը։ Բայց կներեք, հարկերից խուսափել են այն ընկերությունները, որոնք ավել գումարով ձեռք են բերել, թե նաև Իզմիլյան ԲԿ-ն, որտեղ Իզմիլյան ԲԿ-ին էր վերաբերում քննչական։ Այո, դուք շատ ճիշտ նշեցիք, խոսքը վերաբերում է Իզմիլյան բժշկական կենտրոնին։ Հասկանալի, շնորհակալություն, պարոն։ Եվ քանի տարի է խուսափել, դա կա։ 15 թվականներից 25 թվականների մասին է խոսքը գնում, առհասարակ ամբողջ փաստական նկարագրություն։ Չեմ կարող ասել։ Եթե ավարտվել է, ինչու դուրս չեն գալիս։ Դուրս կգանես։ Վերջ։ Շնորհակալ։